Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջի թուղթը 4 Ճշմարիտ և սուտ հոգիներ, սիրելիներ, մի հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցեք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են Երևան եկել աշխարհում, և մենք սրանով ենք ճանաչում Աստծո հոգին, ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած, նա Աստծուց է, և ամեն մի հոգի, ով չի դավանում Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած, նա Աստծուց չէ, և այդ հոգին ներին է, որի մասին լսել եք, թե գալու է, և արդեն իսկ աշխարհում է, դուք Աստծուց եք, որդյակներ, և հաղթեցիք նրանց, որովհետև հոգին, որ ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ կա աշխարհի մեջ, նրանք աշխարհից են, դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում, և աշխարհը լսում է նրանց, մենք Աստծուց ենք, ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ, սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտության հոգին և խաբեության հոգին, Աստված սեր է, սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն, իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է, և սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, այն, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք, սրանում է սերը, մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր որդուն մեր մեղքերի քավության համար, սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց, Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ, և նրա սերը մեր մեջ կատարյալ է, սրանով գիտենք, թե մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ մեր մեջ, այն, որ նա իր հոգուց տվեց մեզ, և մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր որդուն, աշխարհի փրկիչ լինելու, նա, ով խոստովանի, թե Հիսուսն է Աստծու որդին, Աստված բնակվում է նրա մեջ, և նա Աստծու մեջ, և մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծո սերը, որ նա ունի մեր հանդեպ, Աստված սեր է, և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ, Աստծու հանդեպ, եթե սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն վստահություն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու, որովհետև ինչպես որ նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում, սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ, սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա սիրեց մեզ, եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել, և նրանից ունենք այս պատվիրանը, ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը,